The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Գնանք տեսնենք Արենան ինչ անում։ Վաղուց չենք տեսել Արենային։ Ես որ վաղուց չեմ տեսել քեզ։ Բարև Արենա։ Բարև ձեզ։ Արի միատ քեզ կրկեմ։ Welcome։ Ո՞նց է։ Շատ լավ, ինչպես ես։ Լավ եմ, ես որտեղ ենք եկել, կասես մեզ։ Եկել եք իմ օֆիս, John Hart-ի օֆիսն է այստեղ։ Այսօր հարազատներով հավաքվել ենք։ Ես, դու, Արոն։ Արո, նորից դու։ Ես փորձում չունեմ քեզանից։ Ես հրաժարվում եմ այս պրոյեկտից։ Ինչ ես հրաժարվում։ Այս բավադի տարերին։ No, դա կատակ էր։ Եկեք ձեզ ցույց տամ։ Ուրեմն աշխատում Նախ ասա որտեղ ենք եկել։ Եկել եք իմ օֆիս, John Hart-ի օֆիսն է, այստեղ ես աշխատում եմ։ Ինչ ես աշխատում։ Տան արքու վաճառքով։ Real estate, yes։ Հենց հարստանանք բոլորս քեզ ենք Պետք դիմելու։ չի հարստանալ, կարաս դիմես երբ ուզես։ Հա, բա որ փող Մենք չունեմ ո՞ց։ հարստացնելու ենք ձեզ։ Հա։ Դա է։ Էս ինչ լավ տարբերակ է, Արո։ Այո։ Ոսկե անձնավորություն։ Մի ոսկի անձնավորություն։ Խելացի մարդկանց հետ որ շփում ես, խելացի դառնում ես, հարստանում։ Այն Արենան մի հատ խոսք ունի է, որ գալիս ենք բոլորով հավաքվում ենք իրար գլխի, ասում է այսօր ինչ ենք անելու։ Լավ գուլատ ենք անելու։ Ահա, հիմա այսօր մենք երեքով լավ գուլատ ենք Այո, անելու։ գնացին գուլատ անենք։ Նախ համ մեզ ցույց տուր քո սենյակը, ուզում ենք քո սենյակը տեսնենք։ Արը մի հատ ֆիքսիր այնտեղ, որ Արենայի նկարն է։ Իմ ամենասիրած նկարն է։ Իմն է։ Ես Արենային նույնիսկ ես քեզ բացատրել եմ, չէ՞, ինչ եմ, չէ, այս նկարը չէր։ Հա։ Այս նկարը չէր, ուրիշ նկար եմ ասել, ինչ եմ զգացել։ Եկեք ես ձեզ ցույց տամ որտեղ եմ ես Համ աշխատում, կոնկրետ ցույց որտեղ տուր։ եմ նստում։ Համ ցույց տուր, համ էլ ասա։ Ինչ տեսակի երեխա ես եղել։ Oh, nice։ Խելոք եմ եղել։ Հա։ Շատ չարաճճի չեմ եղել։ Դե դու չարաճճի չես, արո մի հատ ֆիքսի Արենայի սիրուն Հա, նկարները։ մի քիչ խառնա, կներեք ժողովուրդները ոչ։ Ոչինչ։ Աշխատող մարդու սենյակը։ Հա, sense տնենք, որ մի քիչ ավելի նորմալ տեսք ունենա, ես Կասես, լավ եմ, նայում։ մի հատ ցույց տուր իմ սիրած նկարը։ Հա, իմ նկարչություններից մի շարք է այստեղ են, կապահին, գնալու են իհարկե շուտով։ Ես ցույց տամ, քո սիրելի։ Մեր աղջիկներ, չէ։ Ահա։ Այ սա է։ Էս իմ սիրած նկարն է։ Արո ջան նկարի։ Ինքը կրում է իմ ականջողերը, Օ։ որ ավելի ուշադիր լինեք։ Մենք դեռ կանրադառնանք քո նկարներին։ Անպայման Մենք համեցեք։ ֆիքսեցինք սա։ Հիմա ինձ ասա մանկությունդ որտեղ է անցել։ Թեհրանում։ Ծնվել եմ, մեծացել եմ Թեհրանում։ Հետո 24 տարի ապրել եմ Թեհրանում։ Լավ խոսում եմ պարսկերեն։ Օհո։ Ես Այո։ դու մենակ պարսկերեն չես լավ խոսում, դու անգլերեն, հայերեն, պարսկերեն, Մի քիչ ռուսերեն։ չիներեն գիտեմ։ Ռուսերեն։ Ռուսերենը բեսամ խզարում եմ։ Եկեք ես ձեզ կոֆե դնեմ, չէ՞։ Օ, Ինչ հա, կխմեք։ մեծ հաճույքով։ Ես էլ եմ թեյ ուզում սառը։ Էս ինչ լավ է, մեզ հյուրաս։ Սառը չայ։ Էս ինչ լավ են մեզ տեղներում, կարող եմ մնանք, արո։ Ուզեք, Կարող եմ, չէ՞ նստել։ Թույլատրում եք։ կուզեք ձեզ աշխատանքին թույլեմ։ Իսկ ինչ կարանք մենք անենք։ Ահա։ Բայց Արո ջան, այս խոհանոցը Մինչև դու նկարես, ես Արենային հարցեր տամ։ Արենա, մինչև որ տարիքն ես ապրել Թեհրանում, ասեցի, 24 տարի։ հետո եկար Հայաստան։ Հետո այո։ Ինչի եկար Հայաստան։ Գնացել եմ Հայաստան, մասնակցել եմ գեղեցկության մրցույթին 2018-ի։ Միս համերաշխություն եւ Միս Հայուհի։ Միս Հայուհի եմ հաղթել, ապրես, բայց շատերը չգիտեն, որ ես Միս համերաշխություն եմ հաղթել։ Ոչ, ես գիտեմ, Ես Miss Congeniality եմ հաղթել, որ դա իմ համար ավելի ոնց են ասում, ավելի հպարտ էի դրանից, քանի որ աղջիկներն էին ընտրել դա։ 20 աղջիկ, մենք 21 մասնակից էինք, ես համար 17-ն էի։ Դու շատ թեթև բնավորություն ունես, դրանից է երևի, գիտես, համերա։ Դու չես ասում, ո՞ր չեմ ամուսնանում։ Քեզ պետք է։ Ինձ պետք է։ Ինչ ես անում, հանգիստ ապրի։ Հանգիստ իմ համար գուլատ Ես եմ։ կարծում եմ, որ օրը դու ուզենաս, այդ
Այդ ժամանակ էլ կամուսնանաս, չես ուզում ուղակի։ Օ, այս կոֆեա, չայ վայցուրա։ Չայս տեղա ոնց որ։ Հա, բայց ջուրը, տակ ջուրը, բայց ժողովուրդ տակ ջուրը։ No, տակ ջուր պետք չի, սառը թե ենք ուզում։ Մի խայտարակի քեզ, Արենա, մենք ասել ենք, որ դու ամեն ինչ կարող ես։ Բայց պետքա թեյը նախ տակ ջրով սարքել։ No, չէ, այդ թեյը դիր դրա մեջ եւ ջուրը լցրու։ Նուրջ ես ասում, ես սար թեյ խմող չեմ։ Ժողովուրդ, ես ոչ սար թեյ եմ խմում, ոչ էլ սար կոֆե եմ Արի ես սիրում։ ասեմ ոնց։ Նա տակ ջուր ես լցնում ուրիշ բաժակի մեջ։ Exactly, that's what I meant։ Ճիշտ եմ ասում, ուրեմն ես խոհանոցում ված չեմ։ Okay, արի, թեմայից շեղվեցինք։ Ասա։ Գնացիր Հայաստան, մասնակցեցիր Միս Հայուհի մրցույթին, Հաղթեցի, թագը կրեցի։ Հետո մենք բոլորս Արենային ճանաչեցինք Women's Club-ից, ավելի մոտիկից Արենային ճանաչեցինք Women's Club-ից։ Ոնց ստացվեց, որ հայտնվեցիր Women's Club-ում։ Այդ օրը հիշում ես, որ առաջարկը ստացար։ Շատ լավ հիշում եմ։ Սարյան փողոցով իմ համար արխային քայլում էի։ Զանգեց ինձ Women's Club-ի producer Վլադը, ողջունում եմ, ու ինքը ինձ ասեց, որ ունի մի առաջարկ, կուզի որ հանդիպենք, ու եթե որ չսխալվեմ, մենք անմիջապես ոնց եղավ դասավորվեց, որ հանդիպեցինք, ու այդ պահին գտնվում էր այդտեղ սցենարիստներից էին, չեմ հիշում, եթե Չարենց այդտեղ էր թե ոչ, բայց լավ հիշում եմ, որ Պոնչիկը այնտեղ էր, ու ես որ իրան տեսա, ես իրան անմիջապես ճանաչեցի, որտեղ մի քանի հաղորդում տեսել եմ իրանից, բայց ես Women's Club-ը շատ նայող չեմ եղել այն վաղտ։ Ու հետո ասի Պոնչիկ, ասին հա ինքն է, գնացինք։ Մեկ էլ ասի Տրուզիկ։ Տրուս, no, կներես։ Ասի Տուրուզիկ։ Տուրուզիկ, մեզ էլ բացատրի հասկանանք Տուրուզիկը ինչ է։ Դե մեզ մոտ Տուրուզ նշանակում է կլորակ, գնդլիկ։ Մի քիչ գեր։ Կալաբոկ։ Պոնչիկ։ Կալաբոկ։ Կալաբոկը որ կլոր sense կա, որ գլորվում է։ No, ինքը մի քիչ գեր մարդկանց է վերաբերվում երևի ասած։ Այսինքն ավելի շատ էսենսի հետաքրքիր, այսինքն ավելի համով ձևով ասում ես, որ դու cute ձևով։ Ու ասի Տուրուզիկ ու սաղը սկսեցին խնդալ, որ ինչ ասիր, ինչի ասիր Տուրուզիկ։ Ու այդպես։ Արենա, օրինակ ես համոզված եմ, որ Արոն էլ չգիտի դրա մասին, որ դու Երևանում ոչ միայն Women's Club-ում էիր, ոչ միայն գեղեցկության մրցույթի էիր մասնակցում, դու նաև ոսկերչությամբ էիր զբաղվում այնտեղ։ Գիտեիր Արոն։ Իհարկե։ Այո։ Ուրիշ գաղտնիքներ բացան, ոսկու շուկա։ Ապա ոսկու շուկան այո սաղի վաճառող։ ինչ որ բան վաճառելը Արենայի մոտ փաստորեն լավ է ստացվում, բայց թանկ բաներ վաճառելը։ Տուն, ոսկի, չէ, եկեք հակագովաց չգնա, իմ մոտ թանկ բաներ, ճիշտ է գինը բարձր է, բայց չի նշանակում ես թանկ վաճառող եմ։ Ես ուղ եմ։ Չէ, որակով։ Ապրես։ Okay։ Այնպես Ինչ է իրանում, ասում է մեր դիրեկտորը որակով։ Ինչ ոսկերչություն։ Այդ որտեղից առաջ եկավ։ Ինչը Ոսկերչությամբ զբաղվելը։ Դե Ինչի որոշեցի։ հայրիկս ոսկերի չա եղել, ու ես սովորել եմ ոսկերչություն, տարիներ Թեհրանում, քանի տարի արդեն քարշարել, քարկամել եւ նաեւ մեծացել եմ այդ աշխատանքով, այսինքն իմ կյանքս եղել է շրջապատված այդ աշխատանքի շուրջ։ Ու ես որ գնացի Երևան, հետո դիզայներ եմ, նկարչություն եմ անում։ Ահա։ Դա եկել է մամայիս կողմից։ Բազմակողմանի զարգացած։ Եվ դա արդեն, այս ճիշտ արի, չէ։ Սա փոխենք ասեմ։ Հա, Ես կարծում եմ դու դա պիտի բայց կիսես։ դուք ուզում եք քաղցր լինի։ No, ես չեմ ուզում քաղցր։ Դուք քաղցր սիրող չեք։ Ուզում եմ մի քիչ քաղցր։ Արենա, Այո, ես կարծում եմ այնտեղից մի քիչ պիտի կիսես այդ սառույցի մեջ լցնես։ շատ լավ։ Մենք եկել ենք այստեղ համ սովորում ենք, համ Արենային օգնում ենք, համ Արենայի մասին լսում ենք։ Արենա, Ջան, հետո ինչ էի ասում, այո, ոսկերչությունս այդպես պապայիս կողմից ա եկել, դիզայներ էի, նկարչություն էի անում, նկարչություններս ստանում էի, ասեմ մենք աշխարհում ամենալավ ոսկերիչները մեր հայերն են։ Ես շատ սիրում եմ ձեզ։
Ես գիտեմ, որ դու շարունակում ես այստեղ էլ մոդելինգով զբաղվել։ Դու ոչ միայն տուն ես վաճառում, դու ոչ միայն ոսկերիչ ես։ Դու նաև մոդելինգով ես զբաղվում։ Մասնակցում ես նորաձևության շատ տարբեր երեկոների։ Մի այսպիսի հարց, ինչ ես կարծում, մոդելները մոդելների համար։ Ինչ ես պատրաստում հարցնում։ Մոդելների համար։ Կարևորը 90-60-90-ն է, թե մի քիչ էլ խելք պետք է ունենան։ Որ անկեղծ ասեմ 90-60-90-ը համատեղ կար։ Անկեղծ չէի ասում։ Գիտեք ոնց է, այդ կարծրատիպը, ճիշտ եմ ասում, չէ՞ բառը։ Լրիվ expired է եղել։ Ոչ, դու կարող եք բացել դա, դու։ Մենք նաև օգնում ենք մարդկանց, որ դուրս գան։ Հա, բայց մենք ուղիղ եթերում ենք։ Okay, so ինչ էի ասում, հա, այդ կարծրատիպը ես չեմ հարգում, որով դա չի նշանակում որևէ մի բան։ Մարդը կարող է գեղեցիկ լինի եւ կարող է ուղեղն էլ աշխատի։ Բայց կան մարդիկ, որ գեղեցիկ են, ուղեղները չի աշխատի։ Նաև կան մարդիկ, որ գեղեցիկ չեն ու ուղեղները չի աշխատում։ Հիմա դուք ում եք ընտրել։ Մենք ընտրել ենք քեզ, ով ունի խելք եւ գեղեցիկ։ Հայաստանում բոլոր աշխատանքներն ավարտեցին։ Եկար Ամերիկա, որ թվականից ես ապրում Ամերիկայում։ Եկա Ամերիկա 2020 թվականից։ Եկել ես մենակ, առանց ծնողների։ Այո։ Եկել եմ մենակ, առանց ծնողների։ Մի քիչ որ համեմատական անց է զգացնում Հայաստանում ապրած կյանքը, Պարսկաստանում ապրած կյանքը, Ամերիկայում հիմա, ավելի քեզ հոգեհարազատ որտեղ է, ավելի լավ քեզ որտեղ ես զգում։ Հայաստանը շատ եմ սիրել։ Բայց գիտես Ամերիկան եմ շատ սիրել։ Պարսկաստանն էլ իր դիրքն ունի իմ սրտում։ Խոսքը սիրելու կամ չսիրելու մասին չի։ Խոսքը նրա մասին է, թե Արենան իրան որտեղ է լավ զգում։ Ավելի կայացած, ավելի հաջողակ։ Ամերիկայում զբաղվում ես եւ մոդելինգով, եւ տան արք ու վաճառքով։ Ոնց է այդ երկու գործը համատեղում իրար հետ։ Գիտես, ես գիտեմ, որ դու շատ զբաղված ես։ Հիմնականում ինձ օգնում է դա, որով իմ գործից մեջ ավելի մարդկանց որ հանդիպում եմ, շփումս ավելի շատ մարդկանց հետ, դա ինձ հիմնականում օգնում է։ Եվ նաև real estate-ը, տան արք ու վաճառքը, անշարժ գույքի հետ զբաղվելը ինքը շատ թե էներգիա է խլում, թե ինքը շատ ավելի sense masculine energy ունի իր ներս, այսինքն ավելի շատ sense պետքա լիդեր լինես, ուղեկցես ժողովրդին, մարդկանց, կարողանաս փակել դիլերը եւ ավելի չոր է ինքը։ So դրա հետ համատեղ ինքը բալանս է անում, մոդելինգը։ Ինձ ոնց որ տանում է իմ արտիստիկ աշխարհին, նաեւ նկարչությունը։ Ու ինքը լրացնում է։ Արի բոլորին ասենք, որ դրանից բացի Արոյի հետ սկսել ես անել շատ գեղեցիկ իվենթներ։ Մի քիչ դրա մասին կպատմես, ինչ եք անում։ Ես գիտեմ ինչ եք անում։ Ես հրավիրված եմ եղել այս վերջին իվենթին ու մեծ բավականություն եմ ստացել։ Քո նկարների ցուցահանդեսներ, շատ հաճելի մարդկանց հետ շփվեցինք, բայց ուզում եմ մի քիչ բացատրես, ինչ տեսակի իվենթների մասին է խոսքը, ինչ եք անում դու Արոն իրար հետ։ Ուրեմն մենք որոշեցինք, ավելի հետ մենք շատ ժամանակ էր որ մտածում ենք դրա մասին, որ ոնց անենք, ինչ անենք, ժողովրդին հավաքենք իրար շուրջ եւ օգուտ լինենք մեր community-ին։ Ներողություն, քաղցրը որն է։ Լավ հարցա, ոչ։ Հա, սա Արոյինն է, սա Կոնն է։ Ահա, շնորհակալություն։ Քաղցր չէ։ Արի լցնեմ ավելի, ես դե կալորիները հաշվող մարդ եմ, oh my god։ Հա, իվենթներին էինք անել դա։ Այո, իվենթների հարցը լավ էսի կփոխեմ։ Իվենթների համար մենք որոշեցինք, որ մի բան անենք, որպեսզի community-ն ինքը օգուտ ստանա։ Այսինքն մեր ոնց են ասում հայերեն, մեր շրջապատի մարդիկ իրենց ներկայանան, մարդիկ իրենց ճանաչեն, ոնց է, ինչ է։
դրա համար մենք որոշեցինք կազմակերպել սա եւ շատ հաջողակ ստացվեց, քանի որ լավ մասնակիցներ ունեինք, հատիկ յուրաքանչյուրին ընտրել էինք եւ նաեւ շարունակականա լինելու Aurabay Arena անունն էլ որոշել ենք Հաջորդ իվենթի մասին մի քիչ փակագծերը կբացեք, թե թե գաղտնիքա։ Չի, շատ գաղտնիք էլ չի, բայց լինելու է շատ հետաքրքիր տարածքում, չգիտեմ քո հաղորդումը միգուցե լինի արդեն մեր իվենթից հետո, եթե գնա կամ նախքանը, բայց մենք մտածել ենք մի հետաքրքիր տարածքում լինի։ Արո, իրավունք ունեմ ասել թե ոչ։ Արի ասենք տարբերվող է լինելու։ Տարբերվող է։ Սա քաղցրությունը փորձի, Ես կարծում եմ մինչև մեր հաղորդումը YouTube-ում դուրս գա, ձեր իվենթը արդեն եղած կլինի։ Ես հրավիրված եմ, չէ՞ ձեր իվենթին։ Իհարկե, ես կոֆե սիրող եմ, ժողովուրդ կներեք, չայ չեմ խմում ձեզ հետ։ Իմիջայլոց, սուրճ թե թեյ։ Սուրճ ես սիրում թե թեյ։ Առավոտը ինչպես ես արթնանում։ Սուրճով, այսինքն ես արթուն չեմ, սուրճն է արթուն։ Հետո Արենան արթանում է։ Արենա, մի քիչ ուզում եմ պատմես այն Արենայի մասին, գործնական Արենայի հետ ծանոթացանք, բայց հիմա ուզում եմ մի քիչ ինքդ պատմես այն մասին, երբ չես աշխատում, ինչ ես անում Ամերիկայում, ինչով ես զբաղված, երբ գիտես, որ այսօր աշխատելու բան չունես, ինչ անելու Արենան այդ օրը եւ վազելով գնում է ջիմ։ Հետո դա իմ համար ավելի ժողովուրդ եկեք գնանք կամ իմ օֆիս կամ եկեք այստեղ նստենք։ Եկեք այստեղ ծառա, չմտնես ծառիներ։ Ոնց են ասում ռուսերեն, բան, ասեմ։ Չէ։ Ինչ ես ուզում։ Պրախատնոյ դվոր։ Պրախատնոյ դվոր։ Չէ, չորնի։ Չորնի խոտ։ Չորնի խոտ։ No, մի հատ էլ ուրիշ բան է, ռազվարոտ։ Ռազվարոտ։ Ինչ Ռաստամուշկա։ No, YouTube։ Իսկ առանձին արժի անդրադառնալ Արենայի ռուսերենին, որտեղ Հա, անպայման։ Ես այսօր անդրադառնալու եմ քո ռուսերենին, անպայման անդրադառնալու եմ։ Եկեք այստեղ նստենք, որ ավելի մեզ զգանք ինչպես մեր տանը։ Ես նախ որ հարցրիր ինչով եմ զբաղվում Ամերիկայում, այն ժամերը որ չեմ աշխատում, նախ որ հա մարզանքով շատ խիստ սիրում եմ մարզվել, ինձ հոգեպես օգնում է, նաև նկարչությունով, ինչ ժամ որ գտնում եմ առավոտը կամ շատ շուտ կամ երեկոյան ուշ նկարչություն եմ անում, ունեմ ստուդիո նկարչություններիս համար, բայց շատ մարդ չգիտի դրա մասին։ Ու նաև ընկերուհիներիս հետ դուրս գալը, այն օրը տեսար, իրենցից շատերը արդեն ներկա էին այստեղ։ Սիրուն ռեստորաններ եմ սիրում գնալ շատ, համով ուտելիքներ փորձել։ Հետո դա շատ universal ինձ թվում է հաճույք է, այս չի որ շատ։ Ուտելիքի հարցում քեզ սահմանափակում ես։ Չեմ սահմանափակում շատ, բայց կալորիաներս մոտավորապես հաշվում եմ։ Մոդային հետևում ես։ Այո։ Նոր տրենդերից, որն է որ քեզ հունից հանում է։ Նայում ես, ասում ես, այ մարդ լավ, այս ինչ է որ դուք ստեղծեցիք։ Շատ կան, մի հատ չի։ Օրինակ, այս վերջինները։ Այս ինչ challenge-ի ես ինձ ենթարկում։ Ինչ, Արան ինձ օգնում է։ Ասա, մի քիչ որտեղ մի քիչ։ Բայց կարող է իր դուրը գալիս է։ Ինչ ասա։ Ասա դա դարել, որ համ աշխատում ենք, համ հիմա ես նկարում եմ, ոնց որ կողքից այդ հուշելը, որ էսի ճիշտ լինեսի լավ լինի, լաբուբու։ Սիրում ես լաբուբուների։ Լաբուբուները ո՞րն է։ Օ, մենք գտանք այն մեկի։ Ով չի իմանում, Ով չի իմանում լաբուբուն։ Լաբուբուն այն անճորնի խաղալիքն է, որ սկսել են։ Լաբուբուն գիտեմ։ Լաբուբու մեկ էլ դամի ունգրը որ կա, դրա նույնից է։ Լաբուբուն, հա, անճորնի օտա մի քիչ։ Ես մինիոններին եմ շատ սիրում։ No, ուզում հասկանամ։ Օրինակ, դու ինչ ես մտածում, դա նորմալ է, որ կանայք մեծ թեկուզ ջահել աղջիկները մեր տարիքի կարող են այդ խաղալիքը վերցնել ու կախել իրենց պայուսակից ու իրանք գոհ այսպես քայլեն։ Ոնց կարելի է։ Շատ նորմալ է, հա, ինչի ես ինքս այս բոյով, այս տարիքով մինիոններին շատ եմ սիրում։ Մինիոններին սիրում ես, բայց դու քո հերմես պայուսակի վրայից մինիոն չես կախի։ Հաստատ կկախեի։ Բա մենք լուրջ։ Հա։ Օ։
Ինչի՞ ոչ։ Ինչ ասեցի։ Իմ սրտում իմացան, ապրում որ այս մարդը մինյոն ասիր, մի հատ մինյոնն Իմ է սրտում վերել։ ապրում է մանուկ արենա։ Ես չգիտեմ որ դու ես մինյոն սիրում։ Ես մինյոնների ես կարող եմ։ Ես էլ կամ բելո։ Բելո։ Յա, պուպայա։ Մի հատ էլ որ երգում են դա եմ շատ։ Գիտես մինյոնների ինչն եմ սիրում արո։ Team work-ը։ Այո։ Շատ սիրուն team work ունեն ու իրանք Ես էլ չէի իմանում։ յա Հա, բայց մինյոնները տենց Banana. Տոտա, I love that։ Իրեն շատ է Իրանք սիրում։ հումորային են, բայց լաբուբուներին դու մոտիկից տեսած կաս։ Չէ, դուք շփում եք։ Ինչն է որ Արենան երբեք չի հագնի։ Okay։ Ինչը չես հագնի երբեք։ Ինչը չեմ հագնի երբեք։ Ինչն է որ քո պահարանում, զգեստապահարանում չկա։ Զգեստապահարանում, ինձ թվաց պոդիումում ես ասում կամ։ Չէ, առօրյայում քո ինչն է որ չես հագնի, երբեք չես գնի ու կախես քո զգեստապահարանից։ Շատ վերևից ներքև ծիկրով հագնում։ Գնի այդ կտրեք հատ։ Չէ, չեք կտրելու։ Ծիգրովի չես սիրում, ես էլ չեմ սիրում։ Սիրո։ Արա մի արա։ No, որպես accessory սիրում եմ։ Օրինակի համար գլխարկ, ժամացույցի վրա լինի, շատ սիրում եմ։ Շարֆի վրա շարֆ լինի, շատ սիրում եմ։ Շատ սիրում եմ, ակնոցները շատ սիրում։ Բայց որպես like guest լրիվ վերևից ներքև շատ պետքա բծախնդրորեն հագնեմ, տենամ շատ սիրուն է, եթե տեսնեմ դա դուրս հագ։ Բայց հիմա այս պահին չեմ կարող պատկերացնել, որը ես չեմ հագնելու։ Գիտես, հարցիդ պատասխանը չէ։ Իսկ երբ որ խանութ ես գնում, շոփինգի, հեշտ ես կողնորոշվում, թե ժամեր ատևում քո շոփինգը։ Օր կա շատ հեշտ, մտնում առնում դուրս եմ գալի ու հարսանիք եմ գնում կողքից։ Այսինքն խանութում եղել է, որ փոխվել գնացել եմ։ Օրեր էլ կա, որ մի 3 անգամ order եմ անում գալիս է ու չեմ ընտրում։ Բայց ընդհանուր հեշտ շոփինգ անող մարդ եմ։ Ուզում եմ մի քանի բլից հարց տամ։ Դուրս, հա։ Մենք YouTube-յան պլատֆորմում ենք խոսանք այնպես ինչպես խոսում ենք։ Կաբլուկ թե բոթաս։ Դու կաբլուկը որն է։ Հիմա կասեմ կրունկով կոշիկի բոթաս։ Հիմա բայց մի 3 տարի առաջ կասեի կաբլուկ։ Էս ինչ անում տարիքը մարդը։ Պոդիում թե ֆոտոշուտ։ Երկուսը։ Բայց պոդիում դզում է, հա։ Ֆոտոշուտ չես սիրում։ Ֆոտոշուտ շատ եմ սիրում, բայց ամեն ֆոտոգրաֆերի չեմ սիրում, կներեք ֆոտոգրաֆերներ։ Քեզ ավելի լավ ես զգում պոդիումում։ Ինձ շատ եղել է որ պոդիումում ընկնես։ Չի եղել, չէ։ Այս վերջերս գիտես ինչ եղավ։ Ուրեմն դիզայները Մայամի էի գնացել runway show-ի համար, դիզայները շատ հայտնի դիզայներ է։ Ինքը ինձ ստիպեց մի հատ շորտ տվեց հագնեմ, որ այդ շորը ինձ մեծ էր։ Ու պատկերացրում մեծ էր, սա ամբողջ այս բաժինը ինձ մեծ էր ու ծանր։ Շատ երկար քարերով ու մեծ։ Ասի ես 100% ընկնելու եմ, ես ես չեմ հագնելու, նախքան բեմ դուրս գալ, սկսեց ինքը կատաղել, որ ես այդ շորը քեզ տվել եմ, պետք է հագնես։ Ու հիմա ես եմ կատաղել, ինքն է կատաղել։ Մի խոսքով չհագա, ուրիշ աղջիկ բերեց, մի հատ իսպանացի աղջիկ էր, շատ սիրուն աղջիկ, հագավ այդ շորը, այս խեղճ աղջիկը դուրս եկավ պոդիում ու մի վերաբերնին գավ քեթի։ Ոնց են ասում սենց։ Ու այդ վիդեոն գիտես արո քանի միլիոն view ունեցավ։ 7 միլիոն։ Հիմա որ ասում ես, այ ինչ որ ես հակել ընկել էի։ Instagram թե Facebook։ Instagram, yes. Reel թե story։ Reels, I like reels. Նամակ գրել թե զանգել։ Զանգել։ Քո կարծիքով բնավորությանդ ամենավատ գիծը։ Մի քիչ քննադատող եմ։ Խստացա։ Կարամ ես ասեմ։ Դու ասա։ Պանիկյորա։ Նա այդ ամեն աղջիկներն ես դեռ թեկուս ավելի քիչ է։ No. No. I'm not, հանգիստ է։ You are. Բայց որ եթե տեղն ընկնի, հա, բայց քննադատող եմ։ Ամենալավ գիծը բնավորությանդ։ Համբերատար եմ։ Հանդիպման գնալիս ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Նայած ում հետ եմ հանդիպման գնում։ Քո լսած ամենատարօրինակ հայկական անունը։
Սպամ սխալ չասեմ այդ տարօրինակին ախոր։ Որտեվ շատ տարօրինակ կդառնա։ Ես Ասա մենք կուղենք քեզ։ Հայկական ամենատարօրինակ անունը, բան։ Ախոր մարդ ծանոթ գիտեմ ամոթա։ Չեմ ասում։ Ամենասիրածը ուտելիքը։ Սուշի եմ սիրում, խեղտովեցի։ 3 բան, որ միշտ պայուսակիդ մեջ կա։ Ասեմ ձեզ։ Դե դրամաբանակս, lip gloss, մատանի չափողը միշտ իմ մոտ է, որտեվ պատահում է, որ jewelry մատանի։ Ես երևի տեղյակ չեմ։ ոսկերի չա նայել։ Օ, ճիշտ է։ Մատայի չափը չափող սարքը, որը Սարքը, այո։ Հետո իմն էլ կչափես։ Տեսա պետք է կա։ Տեսա։ Ամենաթանկ իրը քո տանը, որ բերել ես այնտեղից ու միջև հիմա պահում ես։ Այսինքն թանկ արժեքով թե իմ համար։ Չէ, քո համար թանկ, արժեքով չէ։ Կա տենց իր, որ Հայաստանից բերել ես Այո, հետդ։ կա, շատ կա, Միջև հիմա yes. պահում ես։ Պապայիս ակնոցները, Օ, տատիկիս գործած սփռոցը, այո, կան, շատ են։ Ռուսերեն ասա, ես քեզ սիրում եմ։ Я тебя люблю. Նորից։ Я тебя люблю. Ահա, ճիշտ է։ Հիմա, քանի որ ռուսերենից խոսքը գնաց, մենք բոլորս, հիմա դիտողներն էլ հեսա կփաստեն, մենք բոլորս Արենային Women's Club-ից հիշում ենք իր ռուսերեն արտահայտություններով։ Ինձ միշտ հետաքրքրել է, նախքան քեզ հետ ծանոթանալը, ինձ միշտ հետաքրքիր է։ Տեսնես, այս աղջիկը այդ ռուսերեն բառերի իմաստը, թարգմանությունը գիտի, որ այդ բառերը ասում է, ինչ որ մեկը այդ աղջկան բացատրել է, ինքը ինչ ասում։ Հիմա ես հատուկ Women's Club-ի քո հաղորդումներից դուրս եմ գրել բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, ես հիմա կկարդամ, դու ինձ կասես թարգմանությունները ինչ ես հասկանում։ Okay. Bespredel։ Այսինքն, այս ինչ բեսպրիդիալա։ Ահա։ Այսինքն, խաղս եմ հիշում, այսինքն այս ինչ մոմենտալ։ Ճիշտ ասի։ Ահա։ Յանի ոնց։ Ահա։ Նարիժատ անել։ Հա, այսինքն գլխի սարքել։ Սխալ եմ ասում։ Չէ, մի քիչ նարիժատ անել, հա։ Ես էլ չեմ հասկանում ինչն է։ Նարիժատ անելը ո՞րն է հաղորդումը սեր։ Այդ չեմ կարող հիշել, որ հաղորդումն է։ Նարիժատ անել, հա, նարիժատ անել։ Վնուշկա ես արել։ Հա, վնուշկան շատ եմ սիրում։ Այն ինչի է դա կլոր։ Ու անընդհատ օգտագործում ես։ Հա, վնուշկան Չէ, արի մենք ցույց տա։ չէ, Սա Ամերիկան է։ Սա Ամերիկան է։ Կարծում եմ մարդկանց համար սովորական կլինի։ Ցույց տանք, որտեղ Արենան ծիծաղում է, մենք ծիծաղում ենք, հանդիսատեսը չի։ Չի, մի դեմքը ցույց չտոս դեմքը։ No, դեմքը ցույց չենք տալիս։ Պրոբլեմներ կունենանք աշխատանքի վայրում։ Okay։ Գրուզիտ անել։ Ոչ, նախկինը ես չպատասխանեցի։ Օ, հա, վնուշկա անել։ Բան, գրուզիտ ընկնել վնուշկվել, այսինքն որ բան Գրուզիտ անել դա նշանակում է մարդու ինչ որ բանով բարձել։ Ինչ որ մտքերով, ինչ որ բան, չէ, վնուշկվել, այսինքն պարանոյայի մեջ ընկնելը, այսինքն հա։ Գիտեմ։ Это не твое собачье дело։ Էդի գիտեմ, это не твое собачье дело, այսինքն էդի քո շանգործը չի։ Безбожный։ Հո, безбожнին ով է։ Безбожнին մի հատ հիշեցրու ինչ էր։ Անաստվածային։ Հա, բայց այդ որ հաղորդումս եմ ասում։ Չեմ կարող տենց թվերով հիշել։ Ճիշտ է, չես հիշել իհարկե։ Ունիժատ անել։ Ունիժատ անելն էլ չեմ հիշում։ Ունիժատ Ցածրացնել։ ցածրացնել։ Հա, ճիշտ է։ Չարենցին մի անգամ ասի մի բան էր գրել, ինչ էր գրել։ Հետաքրքիր է, Չարենցինքն էր դե գրում դրանք։ Իդի գուլայվասիա։ Արենա, զեմ քեզ շնորհակալություն հայտնել։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ հետդ կարող եմ անverջ խոսալ։ Եթե մեր հաղորդման ֆորմատը ուղղակի շատ կարճ է,
եթե մեր հաղորդման ֆորմատը թույլ տար, Այո։ ես քո այդ ժամերով կխոսայի ու համոզված եմ, որ դիտողներն էլ ժամերով հավեսով կնայեին քո հաղորդումը։ Շնորհակալություն։ Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել։ Ուզում եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի, արդեն ամեն ինչ լավ է։ Երբ եմ քեզ տուն առնելու։ Հեսա անջատենք ու պայմանավորվենք։ Okay. Բոլորի մոտ չպայմանավորվենք, էլի, թող չիմանան, հիմա ես ինչ ունեմ, ինչ չունեմ, հո չենք ասի Մենք արու, գնում չէ՞։ ենք, պայմանավորվենք, շենքեր ենք առնում ու ծախում։ Okay։ Շնորհակալություն մեզ հյուր եմ կալելու Շնորհակալություն համար, մեզ շատ հաճելի էր։ Նմանապես։ Stay tuned. Bye. Пока։ Գուլա տարա։ Տեսամ գուլատեղեք։